Միլա Շելունցն ապրում է Դանիայում։ Ստեղծագործական կենսագրության ընթացքում Լյուդմիլա Շելունցը տպագրել է ավելի քան 3 տասնյակ համահեղինակային ժողովածուներում։ Հայ արտի գրականության, գրական մեղեդիներ և այլն։ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության արվեստագետների կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է Հովհաննես Թումանյան 150 մեդալով, 2022 թվականին արժանացել է մի շարք պատվոգրերի Մովսես Խորենացի հուշամեդալի, 2022 թվականին արժանացել է տարվա լավագույն մանկագիր հեքիաթագիր կոչմանը ԿԿՄՍ-ի կողմից սահմանված։ Յուրօրինակ է կինը, յուրօրինակ է նա համեստ մի կին, սակայն խառնուրդ է գալու և չարի, շատ անհատներ են նրա մեջ ապրում, շատ շատերին է սիրում ու հարգում, մեկին անխնախ այրում է, խփում, մյուսի նկատմամբ հրեշտակ դառնում, մենք դեր է դառնում երրորդի համար, դավեր է նյութում անթիվ անհամար, մեկ թավուհի է, մեկ է միստրուկ, մեկ դառնում գազան, խոցում է կտրուկ, հանելուկ է նա, հրաշքների դաշտ, սիրում է ապրել շատերի հետ հաշտ, մեկ սատանա է, մեկ աստվածուհի, ոմանք ուզում են դառնալ տիրուհի, մեկ գրահավատ, մեկ է շատ համար, որոշ դեպքերում խիստ է անաչառ, շատ միամիտ է, հուզվող, ամաչկոտ, ինչպես երեխան, անվեր ու երկչոտ, իմաստուն է շատ, խորամանկ կատու, հզոր խելք ունի մտքերով հատու, մեկ շոյող զով է, մեկ էլ ցուրտ քամի, ոչինչ է չանի ունի թշնամի, մեկ հորթածրև է, սրընթաց ջրվեժ, գահանիժում է արմերով վրեժ, մեկ խորը անդունդ է, մերթ ճող աստղաբուն, մերթ պրահնիրար է, մերթ է թույլ ու ծույլ, ճիշտ սցենարը նա է մշակում, բոլոր դերերն էլ հենց ինքն է դրում, երկրային է, բայց շատ է